Ասում են մարդու բարի օրնախ հայր ջան, նոր մի բան գրեցի, մի փոքր բացատրեմ, ասում են մարդու DNK-ի մեջ կա մի գեն, որը կոչվում է Աստծու գեն, տենց են անունը դրել, որտև նաև ռուսերենով կարդացի նոր, ասում է, есть ген, который отвечает за духовную склонность, այսինքն հոգևոր բանի համար պատասխանատու գեն կա, և մարդու Աստծու ընկալումը, Աստծու ուրեմն ընդունումը և այլն հենց այդ գենի հետ են կապում, և դրա համար պայմանական դրել են անունը գեն բոգը, Աստծու գենը, մի շաբաթ առաջ ես այդպիսի մի դասախոսության էի, շատ կարևոր դասախոսության էի, որտեղ շատ կարևոր մեր սիրելի հայրենիներից մեկը ոչ միայն այդ մասին էր խոսում, այլ բավականին շատ փաստեր էր ներկայացնում, որը որ կապված էր 20-ականների այդ պատվաստումների հետ, հիշում եք, կովիդի պատվաստումները, որ դարձեցին պարտադիր և այլն, և կան ապացույցներ, որ այդ պատվաստումները հենց կախված են այդ գենի վրա են հենց ազդում, հենց այդ հավատքի գեն ասենք, չասենք Աստծու գեն, որտև դա մի քիչ սխալ է հնչում, մարդու ուրեմն բարոյականության, հավատքի, այդ ամեն ինչի վրա ազդում է այդ սրսկումները ազդել է և հենց այդ գենին է վնասել, հավատքի գեն կոչվածին, այդ հավատքի ես դրեցի պայմանական անունը, ռուսերեն գեն բոգը ասում են, անգլերենում են տենց ասում, և դրա համար ես ուրիշ բացատրություն չունեմ, թե մարդկանց հետ ես ինչ կատարվեց 21 թվականին, այդ պատերազմից հետո, սկսած այդ ընտրություններից, վերջացած մինչև այսօր, այդ դրսևորումները, ես նոր նայում եմ տեսքից կարծես թե նորմալ մարդ է, հարց են տալիս, ասում է դե այս ամեն ինչի համար, որ արել է, այս մարդկանց, այս երջանիկ, տեսնում ես հիմա ոնց են երջանիկ ապրում, բան, քեզ թվում է թե այս մարդը անասունից ինչով է տարբերվում, չի տարբերվում, որտև միայն անասունը կարա չնկատի այդ ամբողջ դժբախտությունները, որ այսօր պատել է մեր երկրին, մեր ազգին, մեր ժողովրդին։ Ինքը ասում է, տեսեք, ձեր դեմքն էլ է երջանիկ, ես մի հատ անասուն է խոսում, ասում է, ու հարց է տալիս այդ լրագրողը, ասում է, իսկ ինչ մի լավ բան կասեք, որ արվել է, ասում է, դե, ու բոլորը նույն պատասխանն են դե այնքան շատ է, որ մեկը ասեմ, լրագրողները ջան, մի հատ ճշտ եք ասեք, մի հատ է ասա, մի հատը, մինչև այդ ասֆալտն էին ասում, հիմա ես տրանշեյների մեջ էդ էլ չեն կարա ասեն, որ ասեն ասֆալտ կարաս մի կտոր այդ քանդած հողից վեկալես, տաս գլխին, կամ գլխին չտաս, չասեն հիմա բռնության կոչը, դու թո ուտի, ասա կեր ես ասֆալտը, կեր, համով է, վրից էլ կարաս ձուտ խմես, հալացրած, տակ, ինչ է ասածս, ես իրոք սկսում եմ հավատալ, որ այս պատվաստումների անվան տակ, այս մեր ժողովրդին ինչ-որ բան սրսկեցին, որ սրանք թուրքի գեն են սրսկել երևի, որտև չգիտես ինչի ատում են մեզ հայերիս, և ուշքները գնում է թուրքի համար, ասենք, անկապ տեղը սաղորը թուրք են ուզում, հələ մտածենք այս մասին ավելի մանրամասն կխոսեմ, և երևի մասնագետ կանչեմ, մասնագետի հետ խոսենք, մի բան սրսկեցին այս ժողովրդին, հնարավոր չի։